Եվ այսպես Հայաստանի իշխող էլիտան չի համապատասխանում աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությանը, հարգելի հեռուստադիտողներ, քանի մենք քննարկում էինք այն թե քանի Bentley-ով էին իշխանական ներկայացուցիչները եւ իշխանական եկեղեցականները մասնակցում Գյումրիում տեղի ունեցած այդ fake պատարագին, աշխարհում այլ իրողություններ են ի հայտ գալիս, որոնք ապացուցում են հետեւյալը, որ մենք իսկապես մտել ենք աշխարհաքաղաքական փոփոխությունների այնպիսի մի շրջան, որը երևի խորհրդային միության ինքնափլուզումից հետո տեղի չէր ունեցել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային անվտանգության ռազմավարություն, եւ եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Դոնալդ Տրամփը դեռևս 2 տարի ունի իշխանավորելու, որ ավելի քան 2 տարի ունի իշխանավորելու եւ կան ակնհայտ խոսակցություններ այն մասին, որ Դոնալդ Տրամփին հնարավոր է փոխարինի որպես հանրապետական կուսակցության տեխնացու նախագահի Մարկո Ռուբիոն կամ Ջեյ Դի Վենսը, մենք հասկանում ենք, որ այս փաստաթուղթը, որը հրապարակվել է մի քանի օր առաջ, առնվազն 10 տարով ամրագրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ներքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ինչ ենք մենք հասկանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգի հրապարակմանը, երբ որ ծանոթանում ենք այդ փաստաթղթին, հասկանում ենք հետևյալը, որ ամերիկացիները Մոնրոյի դոկտրինայի նորացված տարբերակով են առաջնորդվելու, այսինքն առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերն են դոմինանտային լինելու, որ տնտեսական, եկեք նույնիսկ այսպես ասենք, տնտեսական համակարգի վերանորոգում պետք է տեղի ունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է վերածվեն մի երկրի, որը արդյունաբերական առումով մաքսիմալ հնարավորը արտադրում է ինչ իրեն անհրաժեշտ է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ Եվս կարևոր փոփոխություն, որը արտացոլված է այս հայեցակարգում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի կողմից նվազեցնում է իր մասնակցությունը Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող մի շարք երևույթներին, ավելին իրենք ասում են, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնի իր ապագայի համար, իր անվտանգության համար, իրենք նաև արձանագրում են հետևյալը, որ արևմտյան կիսագունդը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների բնական շահերի գոտին է եւ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան այլ խաղացողներին ներգրավել արևմտյան կիսագունդ։ Առաջին հերթին խոսքը գնում է Չինաստանի մասին։ Ընդհանրապես, եթե դուք ծանոթանաք այդ փաստաթղթին, դուք կտեսնեք, որ զգալի հատվածը նվիրված է Չինաստանին, տնտեսական առումով Չինաստանին զսպելու, ավելին եւս մի կարևոր նրբերանգ կա, ըստ ազգային անվտանգության հայեցակարգի Ամերիկայի Միացյալ Նահանգներում որոշում է կայացած, որ Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, այսինքն առևտուրը, եկեք այսպես ձևակերպենք, միայն ոչ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների շրջանակներում պետք է տեղի ունենա, այսինքն ամերիկացիները ռազմավարական նշանակություն ունեցող, օրինակ միկրոէլեկտրոնիկայի հարցում չպետք է կախված լինեն Չինաստանից։ Տարբեր գնահատականներ եղան Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնարար փաստաթղթի վերաբերյալ, մասնավորապես Եվրոպայից, ու սրա վերաբերյալ այսօր հրապարակում էր արել Պոլիտիկոն, Եվրոպայում, եկեք այսպես ձևակերպենք, բավականին զարմացած են, եթե չասենք վախեցած են, եթե չասենք իրենք շոկի մեջ են պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների այս վարչակազմի, այս ռազմավարական փոփոխությամբ, որովհետև ինչ է ասում այդ ռազմավարության մեջ, կրկին ասենք, որ Եվրոպան ել ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնի իր անվտանգության համար, ավելին ասում են, որ Եվրոպան այս պայմանությամբ դա քաղաքակրթական ճգնաժամի մեջ գտնվող մի տարածք է, քաղաքակրթական ճգնաժամ, որին հաստրել են եվրոպական էլիտաները, որոնք ի թիվս այլնի զսպում են նաև ժողովրդավարությունը, որոնք ի թիվս այլնի փորձում են խառնվել այլ պետությունների ներքին գործերի մեջ։ Հիշում եք, չէ՞, անցյալ շաբաթ կայականս ասում էր 15 միլիոն եվրո գումար ենք տալու Հայաստանին, Ռուսաստանի հիբրիդային հարձակումներին կամ հիբրիդային վտանգներին դիմանալու համար։ Այս ամեն ինչը արտացոլված է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգում։ Ռուսաստանից տրամաբանորեն շատ ավելի դրական է ամեն ինչը պետք է մեկնաբանեն, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ զուսպ դրական են գնահատում Մոսկվայում այս փոփոխությունը եւ որ ամենակարևորն է առաջին անգամ հետ խորհրդային շրջանում խորհրդային միության ինքնափլուզումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունում են, որ Ռուսաստանի Դաշնությունը
կարող է ունենալ իր սեփական ազգային անվտանգության առնչվող շահերը։ Ավելին, տրամաբանությունը այս փոփոխության հետևյալն է, տեսեք, մենք ոչ թե վերադառնում ենք սառը պատերազմի շրջանին, երբ որ կար ընդամենը երկու կենտրոն խորհրդային միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ մենք գալիս ենք բազմաբևեռ աշխարհի հետևյալ տրամաբանության, որ աշխարհը բաժանվում է մի շարք գոտիների, այդ գոտիները ունենում են իրենց առաջնորդները, առաջնորդ պետությունները, այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվում է համաշխարհային ժանդարմի իր կարգավիճակից։ Ռուսաստանի Դաշնությունը տրամաբանորեն ստանում է իր ազգային շահերի գոտին։ Չինաստանը ստանում է իր ազգային շահերի գոտին եւ այս գլոբալ մրցակցության փուլին պետք է փոխարինի մրցակցային համագործակցությունը։ Հենց այս ֆորմատով իրականում վերջին 10-15 տարիների ընթացքում համագործակցում են իր հետ Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան։ Տեսեք, Հայաստանի տիպի պետությունների համար ռազմավարական առումով Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս փոփոխությունները պետք է ստիպի վերանայել իրենց արտաքին քաղաքականությունը, վերանայել հետևյալ համատեքստում։ Եթե դու այսպես ասած աշխարհաքաղաքական խաղադրույք էիր կատարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անվտանգային առումով կարող է ներգրավել տարածաշրջանային գործընթացներին, կոմունիկացիոն առումով կարող է ներգրավել տարածաշրջանային որոշակի պրոյեկտներին, ու դու դրանով կարող ես ապահովել քո անվտանգությունը, նաև Հայաստանում այս տարածված ձևակերպումը կա, չէ, ամերիկացիները հետ լավ լինենք, որ ամերիկացիները ճնշեն թուրքերին, թուրքերն են ճնշեն ադրբեջանցիներին, ադրբեջանցիներն էլ մեր դեմ պատերազմ չսկսեն։ Հիմա այս համակարգը մեր աչքերի առաջ փլուզվում է։ Ինչու՞, որովհետև ամերիկացիները կարծում են, որ մեծ Եվրասիայում, բացի նրանից, որ Ռուսաստանի շահերը եւս պետք է հաշվի առնեն, իսկ Նիկոլ Փաշինյան եւ նրա կառավարությունը տարածաշրջան է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներին հենց այդ նույն տրամաբանությամբ, որ իրենք գործեն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ նաեւ հետեւյալը իրողությունն այնպիսին է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նվազեցնում է իր մասնակցությունը Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին, նպատակ ունենալով ռազմավարական առումով զսպել Չինաստանին։ Տրամաբանությունը նաև հուշում է հետևյալը, որ ամերիկացիները այստեղ կարող են իրենց շահերի պաշտպանությունը տալ կամ թուրքերին, կամ Ռուսաստանի Դաշնությունը։ Այստեղ շատ բան իհարկե կախված է նրանից, թե ինչ ավարտ կունենա ուկրաինական պատերազմը, երբ ուկրաինական պատերազմը ավարտ կունենա եւ ինչ պայմանավորվածությունների կողմերը կգան, ինչով մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ փոքր պետությունները այս ամեն ինչը պետք է հասկանան։ Իսկ Հայաստանի քաղաքական վերնախավական Հայաստանում ցանկացած ուժ, որը ձգտում է գալ իշխանության, ինքը պետք է հասկանա հետևյալը, որ ռազմավարական առումով այս հակասությունների փուլը գալիս է փոխարինելու ռազմավարական մրցակցության փուլին, փոխգործակցային մակարդակով փոխգործակցային հակասությունների փուլին, նույնիսկ մենք կարող ենք այսպես ասենք, մրցակցային համագործակցության փուլին, այլ կերպ ասած, մենք կրկին գալիս ենք մի փուլի, երբ որ շատ կարևոր է, որ դու կարողանաս կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնես, որ դու կարողանաս համադրես տարբեր երկրների, տարբեր գերտերությունների շահերը, համադրես քո աշխարհաքաղաքական դիրքից ելնելով կարողանաս համադրել եւ հնարավոր բոլոր օգուտները քաղես։ Մենք հենց այս փուլն ենք գալիս։ Հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի քաղաքական էլիտան ինքը պետք է համապատասխանի աշխարհաքաղաքական այս տրենդերին։ Դրա համար ենք ասում ներկայիս փուլում պետք է նշենք հետևյալ, որ իշխող քաղաքական ուժը ոչ իրենց կոմպետենտության առումով, ոչ իրենց անցած ճանապարհի առումով չեն համապատասխանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ռազմավարական փոփոխություններին եւ եզրափակելով նշենք հետևյալը։ Հիմա շատ է խոսվում հետևյալի մասին, թե ապագայի ինչ տեսլական է պետք առաջարկել Հայաստանի Հանրապետությանը կամ այլընտրանքային ուժերը, որոնք ձգտում են գալ իշխանության, այլընտրանքային ինչ ապագայի տեսլական են ներկայացնում։ Այս հարցի պատասխանը մենք իհարկե կտեսնենք նախընտրական փուլում, եւ սա շատ տրամաբանական հարց է, եւ գոնե առանձին, բայց պետք է տարբեր դաշինքներ, տարբեր առաջնորդներ պատասխանեն հետևյալ հարցին. անվտանգային առումով ինչ առաջարկ ունեն, տնտեսական առումով ինչ առաջարկ ունեն եւ համաշխարհային կենտրոնների հետ համագործակցության առումով ինչ առաջարկներ ունեն։ Բայց չմոռանանք հետևյալ հարգելի հեռուստադիտողներ, ցանկացած քաղաքական էլիտա, որը Հայաստանում քաղաքական խումբ, որը հավակնում է գալ իշխանության, հիմա մեկ խնդիր պետք է լուծի՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը կրկնի Արցախի Հանրապետության ճակատագիրը։ Իսկ դրա համար նախ եւ առաջ դու պետք է հասկանաս ընդհանրապես աշխարհում ինչ տրենդեր կան աշխարհաքաղաքական առումով եւ ինչ օգուտներ կարող է քաղել այդ ամենից Հայաստանի Հանրապետությունը։ Մտածեք այդ մասին։